մի բան էլ կա ինչում իրանք էլի տես անընդհատ իրանք փորձում են, չէ՞, sense ատելություն անել, սերմանել այդ մոնոպոլիա բառը օգտագործելու ժամանակ, չէ՞, կապիտալի բան, հիմա մեծ աբսուրդ են բան տեսա, ճիշտ ասած դեռ չհասկացա ինչն են ուզում մտեղ ակնարկեն, էլի, ասում է դե ինքը նորա, չէ՞, ոնց որ ինքը անդադ ամենօրյա կիսվում է իր նոր տպավորությունից, որ reality show-ի անգե հետ անվանումով ու պատմում է այսօր էլ իմ օրը բան իդեպ Նիկոլեն գնացել էին, այդ է ասում, կառավարական համարած ասում են, օրը նայեք, աղով է, էսի աղով է այս սաունան։ Լրիվ այդ վիճակն է։ Հիմա ինքը ինչ ասում, ասում է նայեցինք ստեղ, կարծվավ կար պայմանագրեր շքեղ ավտոմեքենաների վարձակալության, որը ամբողջը խզվել է։ Այսինքն ինքը տանում ավտոմատ ժողովրդի հաշվին, մեր հաշվին եք ավտովարձը ախպեր, դա 10 ինքը չասեմ որ ժողովրդի հաշվին, դա մեր մեկնաբանումն է։ Նիկոլեն քեին գրել։ Ոչ, դեռ գրածա որ բան։ Ռոմանոսի ասացի մեջ կա դա։ Այո։ Ժողովրդի ժողովուրդ, այո։ Սակագնի մեջ, սակագնի մեջ, այսինքն ժողովրդի հաշվին։ Դե հա, բայց ուզում եմ հասկանամ, եթե սա մասնավոր հիմնարկ կա, որը որ իր եկամու, իր հիմնարկի ծախսերը անում այնպես ինչպես գտնում այս մեկ այդպես չի հիմա կներես Վազգեն ջան նայ ինքը հանրային ծառայություն մատուցող ընկերություն է մեր յուրաքանչյուր կատարված ծախս այս բաժակից ենք ուզում առնենք հանձնաժողովը մեր ծախսերը տարվա վերջում նայում է եւ որոշում է որը ընդունի որը ոչ գլոբալ ձեր այո ես կարամ 50 միլիարդ փող ծախսեմ ինքը դրա մեջից ասի այս 1 միլիարդը չեմ ընդունում ուղղակի ունի այդ իրավունքը հանձնաժողովը։ Լավ։ Հիմա ձեր ասած մեքենաների մասով ախր այնքան ծիծաղալու է, ինչ որ տենց վերջի Range Rover-ի նկարներ է գնում, չգիտեմ։ Դե ասում են շքեղ մեքենաներ։ Ուրեմն այդ շքեղ մեքենաները նախ առաջին ասեմ ինչ մեքենաներ են։ Հա, էլի հետաքրքիր է։ Ես սիրում եմ շքեղ մեքենա բանը։ Շքեղություն, սրի բանը շատ է։ Դե շքեղություն բոլորն են սիրում, կարծում եմ ու դա վատ չի, ցկտելն էլ վատ չի։ Արդար միջոցներով շքեղության դարձան գնում ենք մի բան ենք առնում, ասենք չայնիկ են նվիրում, այնց է ուրախանում, որ տենաս այդ ուրախությունը չես պատկերացնում։ Հիմա պատկերացրեք մոտորապես, ախր այդ ես որ մեջից չունեմ այդ ամեն ինչը տենց նկարնեմ, գցեմ։ Իմ Facebook-յան էջը որ նայեք, երևի հարցազրույցներից քեսի շատը չկա։ Մեր երեխաների նկար մի քանի բան, դա ցույց եմ տալի որ fake չի, ես չեմ սիրում ինքնագովազդվել, իմ նկարներն չկա։ Երևի թե պատկերացրեք որ նկարած դրածել ես զարմացա որտեղից է գտե այդ նկարած, որովհետև չունեմ, չեմ սիրում նկար։ Համարում եմ ինձ ոչ ֆոտոգենիկ։ Չէ, հա։ Չէ։ Դե հիմա ես տենց եմ համարում ինքնակնդադատ եմ։ Մի քիչ հիմա Կանք մեքենաների, ինչ մեքենաներ։ Այդ նկարները բացատրում եմ ինչի նկարները չեմ բերել։ Ուրեմն դրանք եթե չեմ սխալվում 3 հատ Camry է 2000 Դե լավ 8-9 թվերը չխափեմ մի խոսքով 15 եւ ավել տարվա։ Մի հատ Range Rover իրականում կա, որը Միացյալ էներգետիկ կորպորացիայից եթե չեմ սխալվում 150,000 դրամով է վերցրած վարձականով։ Հա։ Մի հատ Prado-ա, որը ես անձամբ ուղարկել եմ հիմնանորոգման, որովհետև չէր քշվում այսպես, կամ քշվում էր, կարա իմ հենց այսպես ասած ծառայական մեքենան ուղարկել եմ վերանորոգման, որովհետև ես շատ եմ մարզեր գնում, հեսա դրա մասին եք խոսեմ, որ վերջը մեքենան պիտանի լինի, որովհետև չի լինում տենց։ Այսինքն շատ հին մեքենաներ են։ Երկրորդը իրենց աֆիլացված կազմակերպությունից վերցրած։ Նախ առաջինը ժողովուրդը այդտեղ հասկանում է, որ Սամվել Կարապետյանը այդ ավտոները ընդեղից վերցրել է ինքը փող ունի։ Աֆիլացված ես տենց եմ հասկանում։ Հորոխբորս տղու քերու աղջկա մարդը եկավ մի բան վերցրեց, ինչ որ մի տենդեր կամ մյուս, իրանք լավ արդարանում են, չէ՞, որ մեկին ասում ես քո գերատեսչության տենդերը խես տվե հարևանիդ, ասում է հարևանն է, իրավունք չունի, բիզնես անի։ Հիմա այս պարագայում Սամվել Կարապետյանին 0 դրամ է գնում։ Եվ ամենակարևոր մեխը է այստեղ, որ 134 միլիոն, եթե չեմ սխալվում, 134 միլիոնից 90 միլիոնը շահույթի հաշվին է։ Այսինքն վառելիքի մեզ համար պետքական քանակը հանձնաժողովը չի հաստատել, բայց պետք է։ Սեփականատերն ասել է շահույթի հաշվին առեք։ Մեքենաների վարձակալության 90% եւ ավելը շահույթի հաշվին է։ Այսինքն մոտավորապես հետեւյալը ես աշխատել եմ X գումար
ես իմ X գումարից տրամադրում եմ ինչ-որ բան սրա համար, բայց իմ ջեբից է կոպիտ ասած, ես ճիշտ եմ հասկանում, այդ եկամուտի մասիցն է, որ ենթակա չի համաձայնեցմանը, որովհետև դա իմ եկամուտն է։ Այո, այդ այսինքն ինքը կարա ամեն Սամվել Կարապետյանը կարա ամեն տարի Ազգեն ջան, ներողություն, այն մասը ներդրումների, որը չի ընդունում հանձնաժողովը, դա շահույթից է դուրս գալիս։ Այսինքն հանձնաժողովը չընդունեց։ Կամ հրաժարվում ես։ Չէ, չես կարող հրաժարվես, արել ես։ Տարվա վերջը արդեն արել ես։ Հասկացա, արդեն։ Հիմա սենց ասեմ, ինչ վերաբերվում է շահույթին։ Ուրեմն այդ 190 քանի միլիոնի մեջ էլ որ շահույթով տալիս, այնտեղ վարորդների աշխատավարձ կա, վառելիք կա, մեքենաների մյուս կա։ Իրանք դա շատ լավ գիտեն։ Ես համոզված եմ այն մարդկանցից ումից որ այդ թվերն ուզում են, այդտեղ կա գրած, որ սա մերը չի, սա սակագնի հաշվին չի։ Ինչ վերաբերում է շահույթի մասին, ուրեմն 11.6, նայ, սենց սկզբից սկսեմ։ Հանձնաժողովը հաստատում է նաև աշխատավարձային ֆոնդը։ Այսինքն ասում է, քո աշխատավարձային ֆոնդը պետք է լինի այսքան։ Դրանից ավել ինչ տվեցիր աշխատողներից, քո շահույթից է։ Ֆիքս թիվ է։ Մենք վերջի 9.5 տարվա ընթացքում հանձնաժողովի ֆոտը, այսպես ասած, այդ ֆոնդը հաստատածից Սամվել Կարապետյանը 11.6 միլիարդ դրամ իր շահույթից վճարել է աշխատավարձ։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Աշխատավարձ։ Նայ, ես հասկացա, բայց այսինքն աշխատավարձ ասեմ, աշխատավարձը եղել է ֆոնդը, պայմանական թվեր ասեմ, չասեմ դա սենց չի, նենց է։ X տարվա համար եղել է 18 միլիարդ, օրինակ։ Բայց մեր աշխատակիցները ստացել են 20 միլիարդ։ Հիմա ստե մի բան չի։ Հիմա 2 միլիարդը, ներողություն, 2 միլիարդը իր շահույթի հաշվին։ Սակագնի մեջ չի։ Այդ սա հասկանալի է, ինձ հասկանալի չի մի բանը։ Այդ հանձնաժողովը, որ ֆիքսում է, ասում է Անգերջան, դու աշխատավարձի համար ունես այս 20 միլիարդը։ Ինքը հաշվի առնում այդ բոլոր աշխատակիցներից կամ առանձին վերցրած կամ խմբերով շուկայական գինը իրանց աշխատանքի։ Ճիշտ եմ հասկանում։ Չէ։ Բա ոնց է ինքը որոշում ինչքան փող պետք է ստանա։ Ասեմ, ինքը վերցնում է միջին աշխատավարձը, միջոցից ասեմ, որ վերջի 10 տարվա ընթացքում հեծի համար նախատեսված աշխատավարձը եկան փոփոխությունների չի ենթարկվել։ 10 տարում։ Այո։ Այսինքն այս ինֆլյացիան ոչ մի ձև չի եղել։ Դե, փաստորեն հա, մենք ամբողջ խնդիրն է անում, որ որպեսզի եթե Սամվել Կարապետյանը որոշեր, որ ինքը պետքա տա այն աշխատավարձը, որը սահմանում հանձնաժողովը, այդտեղ դե պատկերացեք միջինը 270,000, եթե չեմ սխալվում, ինչքան մարդ պիտի դուրս գար։ Հիմա այստեղ կարող են հակադարձեն, ես շատ դեպքերում փորձեմ փակեմ նաև հակադարձումները, որ հետո առիթ չեմ ունենալու դրանց հաթաթ անդրադառնալ։ Շատ դեպքերում կարող ասեն դե մեծ պրեմիաներ ա տվել ղեկավարներին։ Okay, մեծ պրեմիաներ ա տվել, բայց այդ մեծ պրեմիաները ոչ մի դեպքում չի կարող լինել 11.6 միլիարդ։ Այսինքն այդ 11.6 միլիարդի իրանց ասելով մեծ պրեմիաները հանած, ղեկավարության եւ այլ հանած, հիմա նախ առաջինը մեծ պրեմիան ինչ է նշանակում, այսպես չբացեմ հիմա այդ գաղտնիքները, բայց հավատացած եղեք միջազգային կազմակերպությունների կամ իրանց այդ հորինած ինչ-որ բաներից այդպես մեծ գումար չի։ Վերջին հաշվով ես որպես իրացման տնօրեն սպասարկում եմ մոտավորապես 6 միլիարդ կիլովատ տարեկան։ Եվ այդտեղ կա կորուստ, այդտեղ կա գեներացվում է նաև գանձումներ, այսինքն այդ ամբողջ բլոկի իմն է։ Հիմա ինքը ինչ արել, ինքը վերցրել է, նախ այդ գլխավոր տնօրենի պրեմիա բանով նորմալ եկել է, ասում է պրեմիան չեմ ստանալու, բայց պրեմիան շատ փոքր կտոր է։ Ամեն ամիս այդ Ռոմանոսն է հայտարարել, ուղղակի ով չի տեսել, ասել է ես տեցերի տենց քրիստոնեական ժեստները, ես ու տեղակալները այս պրեմիա չենք ստանալու, յանի իրանք լափում էին փողերը, մենք նայեք չենք վեկալելու։ Հիմա սենց ասեմ, մեքենաներն էլ որ պայմանագրերը խզել է, ենթադրվում է, որ պետք է մեքենա չունենան, որտեղ պայմանագիրը խզել է, փոխտնօրենները մեքենա չունեն։ Մասնաճյուղի տնօրենները մեքենա չունեն, շատ հետաքրքիր է, օրինակ Ղարց մասնաճյուղ եկեք, բերենք մեր Շիրակի մարզն է։ Մենք ունենք մասնաճյուղեր, որոնք սպասարկում են երկու մարզ։ Օրինակ ունենք Գեղամա, որը սպասարկում է Կոտայք Գեղարքունիք, ունենք Արաքս մասնաճյուղ, որը սպասարկում է Արարատի մարզ, Վայոց-Ձորի մարզ, ունենք Մուսալեր մասնաճյուղ, որը սպասարկում է Արմավիր Արագածոտը։ Հիմա պատկերացրեք, մասնաճյուղի տնօրենը չունի ծառայական մեքենա։ Բնականաբար նաև վառելիք, որտեղ ինքը վառելիքի կտորն էլ է կտրել։ Այդ 134 միլիոնը, որ իբրև թե ասում է, ինքը ընդամենը 40 քանի միլիոնն է հանել։ Այդ սակագնի մեջից։ Հիմա այդ մարդիկ չունեն մեքենա։ Ես եղել եմ գլխավոր տնօրեն տեղակալ 6 տարի, Երևան քաղաքի մասնաճյուղի տնօրեն 3 տարի։ Ես չունեմ մեքենա։ Ես իմ անձնական մեքենայով, անձնական այդ աշխատավարձի ստացած վառելիքով ես պիտի պատտվեմ։ Կամ մասնաճյուղի տնօրենը։ Պատկերացրեք երկու մարզի ինչա, կամ թեկուս
հենց Գյումրուց, որտեղ նստում է մասնաճյուղի տնօրենը, պետք է գնա վերջ իր ցանցերով, ման գա, ժողովներ անի, պատժի, ջղայնանա, խրախուսի մի խոսքով։ Հիմա իրանց տրամաբանությամբ չեն լինելու։ Դե չունեն, հիմա պայմանագիրը, չէ, սենց ասեմ, եթե պայմանագիրը լուծարելա, վաղը գնալու է հեծի սեփականության մեքենաներ առնի հանձնաժողովներ խելոք թույլ տա, այդ պերիոդը մենք էլ գիտեինք։ Մենք շատ անգամ ասել ենք հանձնաժողովին թույլ տվեք, տենց որպես ներդնում առնենք, ոչ չվարձենք ամեն ամիս, այո, առնենք այդ մեքենան, առնենք մեքենաները ու էլեկտրական, որ վառելիքը քիչ լինի, մյուսը քիչ լինի, չի եղել թույլտվություն։ Որտեղ լինելու նպատակահարմար չեն գտնում։ Իհարկե, այսինքն չէ, իրանք այդ ծախսը պետք է ընդունեն։ Ասում են մենք չենք ընդունում, գնանք ու հաշվին առ, ոնց որ այդքան աշխատավարձ ես տվել, ոնց որ այդքան վարձում ես։ Դա նաև ունի հակակարողության հետևյալ մեթոդը, որը ծուղակ է։ Այսինքն պատկերացնում եք, այդ մեքենաները չէին վարձում, Սամվել Կարապետյանն ասում է, լավ, իմ տղեկն են, լավ աշխատում են, sense մի քիչ բանով ասեմ, էլի, այտենց խոսակցական այսպես ասած, դա բնականաբար դա իր լեքսիկոնը չի, բայց այտենց իմ տղեկն են, լավ աշխատում են, նորմալ, այսքան կարողացել են անեն, գնացեք իմ հաշվին ամեն մեկին մի հատ մեքենա առեք։ Ու պատկերացնում եք Ղազինյան Դավիթը, մյուսը սկսում են շրջել ինչ-որ այլ մեքենաներով, դե վերջը թազա ավտո է, բայց ինչ-որ գին ունի։ Այդտեղ էլ այլ բան է, ծուղակը ինձ դրանում է, կարասել են, տեսեք նոր ավտոներ առ։ Այսինքն որ կողմ գնաս խնդիր է։ Ընդհանրապես ցանկությունն է, որը կա։ Հիմա նորանշանակ, այսպես ասած, տեղակալների մասով, անձնապես չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել, բայց չեմ պատկերացնում այդ աշխատանքը։ Համոզված եմ, որ խնդիր է տալու դա։ Այդ աշխատավարձով, որոնք իրենք ստանում են, նախ առաջինը, լավ, մարդկա մեքենա քշել չգիտի, օրինակ։ Հիմա մենք ունենք գլխավոր տնօրեն տեղակալ, որը մեքենա քշել չգիտի, ինչ է անելու, տաքսիներով է գնալու, չունի ծառայական մեքենա։ Եվ ամենակարևորը, երբ որ խոսում ենք ծառայական մեքենաներից, ախր խոսքը գնում է իրականում այդ վարձած մեքենաները գլխավոր տնօրենի տեղակալներ ամեն մեկ իր ոլորտայինով, օրինակ ունեն գլխավոր տնօրենի տեղակալ, որը երկու անգամ օրական գնում հանձնաժողով հետ է գալիս։ Տոնենք ֆինանսовի դիրեկտորը։ Կամ չգիտեմ, գլխավոր հաշվապահը գնում է հարկային անդադ հետ է գալիս։ Կամ չգիտեմ, լավ ես, որ ամիսը մինիմում 2-3 անգամ մարզեր եմ գնում, ոչ թե ամբողջ մարզերն եմ պատտվում, այլ ասենք չգիտեմ, որևէ մարզ, հա։ Հա, Գյումրիում խնդիր լինի այդ մարզում գնամ շուշուտ այդ ցանցը, որ հասկանամ ինչա կատարվում, ոնց չեզոքացնեմ այդ։ Իմ թիմով, իմ ժողովրդով այդ չկա։ Ոնց են անելու չգիտեմ։ Համոզված եմ չեն ձգել։ Ուղղակի սա հիմա քարոզչական հնարք է։ Ես հիմա պարզասեմ քեզ ոնց են անելու ու նաև էլ ինչեր են անելու։ Այդ հարցը լուծելու են իրանց օլիգարխների, այսինքն օրինակ գնալու է Գրզոյի բանկից սրանից կնգա անունով, աղբոր անունով, հերու բարեկամի ընկերոջ անունով եկալու են ավտո, նվեր են տալու դրան, ասելու են այս ավտով կգնաս։ Հետի մեկ, երկրորդ, ես ինչու չեմ զարմանա, որ իրանք անեն։ Կլինի դա Թուրքիայից, Ադրբեջանից, թե իրանց այլ բարեկամ գործընկերներից ներգրավելու են միջոցներ մեծ, ներդնելու են այդ ինենց, որպիսի սուբսիդավորեն հոսանքը, իջացնեն գինը մի քանի դրամով, ասեն տեսեք, այդ որ ասում էիք Սամվել Կարապետյանը տենց է, կալուգաներում, բաներում է հարստացել, ձեր փողերով արա, ամեն կիլովատի մեջ 3 դրամ մտնում էր։ Հիմա Թուրքիայի համար այդ մի քանի 100 միլիոն դոլարը ի՞նչ է։ Այսինքն քարոզչական առումով իրանք էս հիմա արեցին, դու վստահ եղիր, որ ինքն էս որ վոտով է գալու գնա։ Պետք ջերմու գրուպից է, գրձոյից է, ես ումից այդ մեքենան դնելու են տակը, լրագրող դե որ գահարցնի ու մեզ, կնգանս, կնգանս քրոշտ է, իրանք որ բան չեն, չէ։ Վազգեն ջան, դա չի աշխատում, բացատրեմ ինչի։ Հեցի գլխավոր տնօրենի տեղակալը, հեց գլխավոր տնօրենի տեղակալը ունի բազմաթիվ գործառույթներ եւ պատասխան է տալիս ամբողջ հանրապետությունով։ Գիտեք ոնց որ ինքը նախարարի պաշտոնն է, իրական։ Մեծ նախ առաջինը հանրային մեծ պատասխանություն է։ Ամեն տեղակալը, որովհետեւ բոլոր տեղակալը իր ներքև բլոկով կախված է սակագինը մյուսը։ Ես չեմ թերագնահատում։ Ընդհանուր ֆինանսական տնօրենը հաշվապ ամեն մեկի սխալի, իմ պարագայում ոլորտը մեծ է ու իմ պարագայում իրացման տնօրենի եւ տեխնիկական տնօրենի պատասխանությունը շատ ավելի մեծ է, որովհետեւ տեխնիկական տնօրենի պատասխանությունը դա անխափան հոսանք մատակարարելն է, իմ պատասխանությունը կորուստի ցածր լինելը, որը կարեւոր է։ Հիմա դա էլ կասեմ եւ գանձումը, այսինքն գումարը բերողն ենք։ Լավ։ Մեր տեսուչներով, մեր աշխատակիցներով, այդ իմ բլոկն է, այո, որը իմիջիայլոց ասեմ աշխարհում լավագույններից մեկն է, աշխարհում։ Այսինքն առանց Հայաստանում նկատի ունես Հայաստանի գանձում, այո։ Դա կոչվում ամեն ամսվա, որ դուք գնում եք, ես գնում եմ էլեկտրոէներգիայում։ Հիմա Սամվել Կարապետյանը ինչ է ասել։ Ասել է տղեկ ջան, ես դες տալիս եմ ծառայական մեքենա, ես դες տալիս եմ վառելիք,
կարծում եմ ոչ այնքան որ տենց կարողանանք ազատ պատտվենք, բայց ամեն այն դեպս դա տենց տուն գնալ գալու էլ է եղել, կամ մի հատ առիթել գնալու որ չասեն հան 40 լիտր կամ 100 լիտր ավել է եղել, դա էլ քշե գնացել են ուրիշների տուն կամ մյուս իրանց սեփական կարիքների համար են քշել։ Տվել է այդ ամեն ինչը եւ ասելա տալիս եմ այսքան աշխատավարձ։ Գողություն չպետք է լինի։ Ես Սամվել Կարապետյանի հետ այսպես տղամարդու պես ձեր եմ տվել եւ ինչի եմ շատ վստահ ասում։ Ես իմ համար ասեմ տղերքի իրանց համար համոզված եմ կասեմ։ Այնտեղ էլ եմ ես կարծում որ խնդիր չպետք է լինի, չի լինի։ Այսպես ձեր-ձերքի տղամարդավարի պայմանավորվածություն է եղել որ չի գողացվելու ոչ մի բան։ Ոչ միայն չի գողացվելու, այլև ամեն ինչ անելու ենք չգողացվի։ Հիմա ժամանակին կար այսպիսի պրակտիկա, որ գալիս էին ասում են Վազգեն ջան, այսքան ես ծախսել։ Արի կիսենք։ Այդ տանում էին կամ գրում էին Նարեկի վրա որպես քո հարևան, որ իր վրա շատ գրեն կորուստը չաճի։ Լիքը տես դեպքեր գիտեմ։ Հիմա չես կարող։ Չէ, այնվաղ։ Եվ երկրորդը, անկեղծ ինչի համար զարմացա, դա էլ կբացատրեմ։ Չէ, հիմա չի որտեվ շոչիկները ավտոմատ են արդեն։ Չէ, բացի ավտոմատը, Նարեկ ջան, այդ էլասպա վետեգասինցի է դիրեկտոր։ Հիմա սաղ ասեմ, էլի։ Եվ երկրորդ խնդիրը, որ չեն կարող ուրիշ տեղ գրեն, հավելագրում անեն, ինչ են անում, գալիս են մեկը Վազգենի կիլովատը, այսպես ասած, թափել են, ասեն ժողովրդի լեզվով ասած, էլի, կիսել են։ Այդ դա գնում էր դառնում էր կորուստ, որի արդյունքում, երբ որ Սամվել Կարապետյանը հեծը ձեռք է բերել, կորուստը եղել է մոտավորապես 13% հանրապետությունում։ Այս պահին կորուստը դա այսինքն արտադրողից միջև սպառող ճանապարհին կորցրած ոչ միայն արտադրողից սպառող, նաև ենթակայանի կորուստ, մեր գծերի կորուստ, ամբողջ ինքը բնական կորուստ ունի։ Էլեկտրոէներգիան բաց գծով գնում է կորուստ ունի։ Բնական, անխուսափելի, չէ։ Նորմալ ինչքան է։ Որպես այդպեսին, ասենց 100 անգամ այդ ինստիտուտներին բանն ասել ենք, նու պլյուս մինուս 100%, ասեմ մենք այս պայն ինչ ունենք պատկերացրու։ Լավ։ 13% միջև ձեր գալն էր։ Այո, այս պայն ունենք 6.5%։ Կրկնակիով Կրկնակի իջացրել ենք ինչի հաշվին, որ խիստ վերահսկողության, այն որ ասում են, չէ, տենց ուժեղ վերահսկողներ են եկել։ Խիստ վերահսկողության, բարոյական ընտանեկան, այսպես ասած, միջավայրի, որովհետև սարքել են։ Ես իմ խոսույթում շատ դեպքերում ծնողս լինելով ակադեմիկոս, տենց հեռախոսաբան որ խոսում եմ, միշտ ասում եմ, տղա ջան, դա քո լեքսիկոնը չի, ասում եմ, պապ ջան, լինում են դեպքեր, որ մարդկանց այլ կերպ է պետք բացատրել, որ սա բարոյական է, սա անբարոյական է, մի քիչ ավելի կոպիտ խոսույթով, իհարկե իմն էլ չի, ես էլ տենց չեմ եղել երբևէ, բայց բացատրել ենք, որ սա գողություն է, չի կարելի տղերք։ Չի կարելի, ուղղակի չի կարելի։ Իրանք ասում են Ղազիրյանին անվստահություն, շատ լավ, Ղազիրյանին անվստահություն, չնայած դուք չեք վստահով չվստահով, կամ ձեր անվստահությունը ոչ մեկի վեճը չի, ասենց ասած, բայց ամեն դեպքում մեր ժողովրդի հետ այդ խոսույթը եղել է։